Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, հայտնի է օրակարգը։ Երևան են ժամանել եվրոպական գրեթե բոլոր երկրների ղեկավարները, նրանց մեջ են նաև եռօրյա պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա կեսգիշերին զբոսնել է Երևանի փողոցներում պատասխանել լրագրողների հարցերին։ Ալիևի հետ կքննարկենք Բաքվում պահվող գերիների հարցը, ասել է Մակրոնը։ Երևանյան երկխոսություն Հայաստանի ԵՄ առաջին համաժողովի ներկայացուցիչներն են լինելու նաև Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Սերդար Քլիչը եւս կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Զուգահեռ այս ամենին Երևանում բողոքի ակցիա է։ Եվրամիության առաջնորդների հավաքին զուգահեռ Արտակ Բեգլարյանը նշել է նպատակը եվրոպացի պաշտոնյաներին ներկայացնում ենք արցախցիների իրավունքների խնդիրները։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ, այսօր մայիսի 4-ն է, երկուշաբթի ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի կարևորագույն իրադարձությունները։ Ապագայի կառուցում, միասնություն եւ կայունություն Եվրոպայում խորագրի ներքո այսօր Երևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Այն Հայաստանի անկախության պատմության մեջ ամենամեծ միջազգային քաղաքական միջոցառումն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ էլ կանցկացվի միջոցառումը։ Գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցում են եվրոպական երկրների առաջին դեմքերը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Ընդհանուր առմամբ Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է մոտ 50 երկրի առաջնորդների։ Միջոցառմանը մասնակցում են նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը։ Հյուրերի թվում են նաև Կանադայի վարչապետ Մարկ Քարնին եւ իդեպ առաջին անգամ է ոչ եվրոպական երկրի մասնակցություն գագաթնաժողովին։ Հրավիրված են նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն եւ այլք։ Գագաթնաժողովը կենտրոնանում է 4 հիմնական ուղղությունների վրա՝ ժողովրդավարական դիմադրության ամրապնդում, այդ թվում հիբրիդային սպառնալիքների դեմ, կապակցվածության առաջխաղացում, էներգետիկա, տրանսպորտ, թվային տեխնոլոգիաներ, տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդում, անվտանգության դինամիկայի եւ տարածաշրջանային մարտահրավերների քննարկում, Ուկրաինա, Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք։ Հիշեցնենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովը տեղի ունեցել 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնի է նաև Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովի օրակարգը։ Միջոցառմանը Եվրամիությունը կներկայացնի Կոշտան եւ ֆոն դեր Լայնը, Հայաստանը Նիկոլ Փաշինյանը։ Օրակարգի համաձայն համաժողովի շրջանակում միջոցառումները կտևեն 2 օր՝ մայիսի 5-ին եւ 6-ին։ Առաջին օրը մայիսի 5-ին բացման խոսքով հանդես կգան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ միջոցառման հատուկ հյուրը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։ Նույն օրը կանցկացվեն բազմաթիվ պանելային քննարկումներ, որոնցից ամենամեծ հետաքրքրությունն է առաջացնում Հարավային Կովկասը, բեկումնային փուլում խաղաղության ու համագործակցության հեռանկարները խորագրով քննարկումը։ Այս քննարկմանը կմասնակցեն Թուրքիայի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչը, Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Եվրամիության Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Կրոնոն, Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալյան, ինչպես նաև Ադրբեջանի ներկայացուցիչ Թոփչուբաշով կենտրոնի տնօրեն Ռուսիվ Հուսեյնովը։ Մայիսի 6-ին համաժողովի շրջանակում քննարկում է լինելու Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական ցնցումները, գլոբալ հետևանքներ ու երկրորդային ազդեցություններ պանելային քննարկումը։ Այդ քննարկման ընթացքում կանդրադառնան Իրանի եւ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ընդհանուր առմամբ համաժողովին կմասնակցեն աշխարհի բազմաթիվ երկրներից նախկին եւ գործող պաշտոնյաներ ու փորձագետներ։ Համաժողովը բաղկացած կլինի 6 թեմատիկ ուղղություններից։ Ազատության տրամադրության տակ է հավաքի ավարտին ընդունելիք համատեղ հայտարարության նախագիծը, որտեղ միայն նշվում է, թե Եվրամիությունը վերահաստատում է իր անսասան հանձնառությունը ամրապնդելու հարաբերությունները Հայաստանի հետ եւ աջակցելու Հայաստանի դիմադրողականությանը, բարեփոխումների օրակարգին ու երկարաժամկետ զարգացմանը, Հայաստանը ավելի մոտեցնելով Եվրամիությանը։ Թեև մոտ 3 տարի առաջ վարչապետ Փաշինյանը Եվրախորհրդարանում հայտարարում էր, թե Հայաստանը պատրաստ է Եվրամիությանը մոտ
լինել այնքան, որքան Բրյուսելը, դա հնարավոր կհամարի խորհրդարանն էլ անցած տարի օրենք էր ընդունել Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, Հայաստան եկող եվրոպացի առաջնորդները չեն պատրաստվում հավաքի ավարտին որևէ պարտավորություն ստանձնել այս ուղղությամբ։ Փոխարենը ակնարկվում է եւ ակնկալվում, որ Բրյուսելը կհայտարարի Հայաստանի հետ առանցքային վիզաների ազատականացման հարցում նշանակալի առաջընթացի մասին։ Սա նախատեսված մի քանի փուլերից առաջինն է եւ ակնկալվում է, որ այս տեմպերով բարեփոխումները կատարելու դեպքում Հայաստանի քաղաքացիները 3-4 տարի անց այս տասնամյակի ավարտին կկարողանան առանց վիզաների այցելել Շենգենյան գոտի։ Փաստաթղթում հիշատակում չկա նաեւ Հայաստանին նոր ֆինանսական աջակցություն տրամադրելու հնարավորության մասին։ Հղում է կատարվում միայն նախկինում հայտարարված 270 միլիոն եվրոին եւ 2.5 միլիարդ եվրոին, որը Երևանը կարող է ստանալ Դաշինքից նախագծեր ներկայացնելով գլոբալ տարբաց ռազմավարության շրջանակներում։ Մյուս կողմից ակնկալվում է, որ Եվրամիության առաջնորդները Երևանում կդիմեն եվրոպացի գործարարներին, հորդորելով ներդրումներ անել Հայաստանում։ Կոնկրետ ներդրումային ծրագրերի շարքում նշվում է Սև ծովով էլեկտրաէներգիայի փոխանցում ստորջրյա մալուխի նախագիծը, որով նախատեսվում է Հարավային Կովկասի էլեկտրացանցը կապել Եվրամիության հետ եւ տարածաշրջանից էլեկտրաէներգիա մատակարարել դեպի Եվրոպա։ Այս նախագծի մասին Բրյուսելը բազմիցս է խոսել, սակայն այն դեռևս չի մեկնարկել։ Ակնկալվում է, որ Եվրամիության առաջնորդները նաև վերստին աջակցություն կհայտնեն Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Համատեղ հայտարարության նախագծում, սակայն խոսք չկա Ղարաբաղից տարհանված հայերի, նրանց իրավունքների պաշտպանության կամ Բաքվում ազատազրկվածների մասին։ Հայաստան ժամանած հյուրերի թվում ամենասպասվածներից մեկը, եթե ոչ ամենասպասվածը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է։ 3 Զվարթնոց միջազգային օդանավակայանում նրան դիմավորել են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Մայիսի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների առաջնորդների ընդլայնված կազմով հանդիպումը։ Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարություններով։ Նախագահ Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուր կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաեւ կայցելի Մատենադարան։ Տեղի կունենա նաեւ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Պետական այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը Հայաստանի վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուր կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Նիկոլ Փաշինյանը եւ Էմանուել Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվեն երաժշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա խորագրով համերգին։ Երեկուշ երեկոյան Ֆրանսիայի նախագահը նաեւ զբոսնել է Երևանի փողոցներում, շփվել քաղաքացիների հետ, պատասխանել լրագրողների հարցերին։ Շատ ուրախ եմ վերադառնալ Հայաստան, շնորհակալություն ձեզ այսպիսի ընդունելության համար։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Վաղը եվրոպական քաղաքական համայնքի հետ միասին մենք կշարունակենք կառուցել ավելի ինքնիշխան Եվրոպա։ Այնուհետև իմ ընկեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեր երկրների միջև ռազմավարական գործընկերություն կհաստատենք, նշել է նա։ Ֆրանսիայի նախագահը նաև հրապարակել է Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում զբոսանքի կադրերը։ Երեք լրագրողներից մեկը Երևանում զբոսնող Ֆրանսիայի նախագահին հարցրել է Հայաստանի հասարակությունը պահանջում է, որ դուք եւ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկեք Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ, որն է ձեր արձագանքը, ինչին Ելիսեյան պալատի ղեկավարը պատասխանել է։ Իմ արձագանքը բանակցություններն են։ Կարծում եմ վաղը, երբ հանդիպեմ վարչապետին, նրա հետ կքննարկեմ այդ հարցը։ Իսկ այս այցից անմիջապես հետո կունենամ մեկ այլ քննարկում նախագահ Ալիևի հետ։ Դուք գիտեք, որ մենք միշտ փորձում ենք մեր դերակատարումը ունենալ միջնորդելու եւ օգնելու հարցում։ Ես հավատում եմ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքին եւ շատ ուրախ եմ, որ վերջին ամիսների ընթացքում լարվածությունը նվազել է եւ սկսվել է նոր փուլ։ Կարծում եմ, որ շատ կարևոր է աջակցել խաղաղության եւ կայունության այս նոր փուլին, այնպես որ մեր դերը հնարավոր ամեն ինչ անելն է իրավիճակը բարելավելու ուղղությամբ։
Վաղ առավոտից արցախցիները ակցիա են իրականացնում։ Ակցիայի շրջանակներում օրվա ընթացքում նախատեսվում են շարունակական խաղաղագործողություններ, որոնց մասին կհայտնեն տեղում։ Ձեր ներկայությունը կարևոր է, հայտարարել է Արցախի տեղեկատվական շտաբը։ Արտակ Բեգլարյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել է, որ սա լավ հնարավորություն է եվրոպացի պաշտոնյաների մոտ բարձրացնելու արցախցիների իրավունքների խնդիրները։ Եվ այս պահին զրուցելու են Բուշի անվան կառավարման եւ հանրային ծառայության դպրոցի հետազոտող Դավիթ Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ հրավերի համար։ Եվ այսպես, պարոն Պետրոսյան, Հայաստանում հիրավի տեղի ունենում պատմական իրադարձություն, եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է եւ եվրոպացի, ուրեմն ոչ միայն եվրոպացի պաշտոնյաների մի մեծ բանակի այս պահին Հայաստանի Հանրապետությունում, եթե ընդհանուր առմամբ գնահատենք եւ ուրեմն Հայաստանի այսպես ասած սպասվող ակնկալիքները այս միջոցառումից, որոնք կարող ենք դիտարկել, որոնք կարող են լինել եւ սա ընդհանրապես ինչ կփոխի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, համեցեք։ Այո, իհարկե միանշանակ է, որ սա շատ դրական երևույթ է մեզ համար։ Իմ կարծիքով երեք մակարդակի կարելի է բաժանել՝ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներքաղաքական։ Աշխարհաքաղաքական առումով կարևոր է հասկանալ ինչ ժամանակում է տեղի ունենում այս կարևոր գործընթացները Հայաստանում, երեք կարևոր միջոցառումներ, որ մենք ունենք։ Տեղի ժամանական շրջան, երբ որ Եվրամիությունը տնտեսական գերտերությունից կամաց ձևափոխվում է ռազմական նաև գերտերության, որը պայմանավորված է Ամերիկայի Եվրոպայում իր ռազմական զորքերի թվակազմի նվազեցնելով։ Վերջերս հայտարարություն եղավ, որ 5000-ով ամերիկյան զորքերը մշտակապես տեղակայվածներ, որոնք թվով մոտ 68000 են, 5000 դուրս են գալիս, իսկ սա նշանակում է, որ երկարաժամկետ կտրվածքում այս բարձրը լրացվելու է եվրոպական հենց երկրների զորքերով, ու Գերմանիայի հայտարարությունը, որ մինչև 2040 թվական երբ պատրաստվում է Եվրոպայում ամենաուժեղ բանակ ունել, սա դրա մասին է։ Այսինքն աշխարհաքաղաքական առումով Եվրամիության գործոնը բարձրանալու է, ու սա մեզ համար իհարկե մեծ նշանակություն ունի, քանի որ աշխարհագրական առումով մենք ավելի մոտ ենք իհարկե Եվրամիությանը, քան Ամերիկային, հետևաբար Հայաստանի համագործակցությունը Եվրամիության հետ կարող է նաև ավելի ազդեցիկ լինել Հայաստանի համար։ Տարածաշրջանային եւ միջպետական մակարդակով մեր սպասելիքների ակնկալիքները շատ հստակ են, դրանք կապված են մեր ռազմավարական նպատակների հետ, դա սեփական կարողությունների զարգացումն է, որի ուղիղ նպատակն է Հայաստանի զսպման համակարգը ուժեղացնել, պաշտպանողականությունը եւ կախվածությունները Ռուսաստանից նվազեցնել կառուցվածքային։ Հիմա դրա համար երկու ուղղություն կա՝ ռազմական, տնտեսական։ Իմ կարծիքով Ֆրանսիայի հետ ռազմավարական համագործակցության մեջ ռազմական կոմպոնենտը գնալով կշատանա, ու սա մեզ համար մեծ նշանակություն ունի, եւ ինչպես դուք նշեցիք, տնտեսականի հետ կապված մեր հիմնական հատվածներից մեկը տնտեսականն է, քանի որ ռազմականով իրականում Եվրամիության դիտորդական առաքելությամբ, հիմա այլ երկրորդ առաքելության տեղակայմամբ արդեն մոտ 2023 թվականից Հայաստանի անվտանգային կարողությունները ավելի շատ ամերիկյան եւ եվրոպական աջակցությամբ են, քան Ռուսաստանի հետ ավանդական դաշինքային ՀՊԿ շրջանակով կամ երկկողմ հարաբերությունով։ Այսինքն ստեղ ռազմականով մենք կարող ավելի շատ առաջընթաց ունենալ, իսկ տնտեսականը ավելի աշխատելու տեղ ունենք, որ անվտանգությունով ինչպես նշեցի կարողությունները ագին նվազել են, կարողությունները աճել են, կախվածությունները նվազել են, հիմա տնտեսական առումով պետք է փորձենք այդ կախվածությունները նվազնել, որը ուղիղ կախված է ինքնիշխանության հետ։ Ու իմ կարծիքով մեր հիմնական խնդիրներից մեկը հենց այս հարթակը շատ մեծ նշանակություն կարող է ունենալ, որ մենք պրոակտիվ կերպով իմ կարծիքով կամ պատրաստված փաթեթներ, առաջարկներ, որ շատ մեծ հանդիպումներ լինելու, մեծ քանակի խորհրդակցություններ, սա հնարավորություն է եղած համագործակցությունները վերանայելու, հասկանալու ուր ենք հասել եւ նոր առաջարկություններ ներկայացնելու եվրոպական գործընկերներին Հայաստանի արտադրողների համար նոր շուկա բացելու, ինչպես նաեւ եվրոպական արտադրողների համար Հայաստանը ավելի հետաքրքիր դարձնելու համար։
Ընդհանուր առմամբ ուրեմն կարևոր է նաև ուրեմն Մակրոնի այցը դուք էլ նշեցիք եւ այդ ռազմավարական համագործակցությունը սա ինչ կփոխի Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները, որովհետեւ տևական ժամանակ Հայաստանը տարբեր երկրների հետ ռազմավարական այսպիսի համագործակցություն էր հաստատում, Ֆրանսիան կարծեք թե մի փոքր հետ էր ժամանակային առումով, սա ինչ է փոխում երկկողմ հարաբերությունների տեսակետից։ Համեցեք։ Այո, եթե մենք նայենք Ամերիկա ռազմավարական համագործակցություն, մենք կտեսնենք կոնկրետ կետեր։ Այնտեղ ունենք էներգետիկ անվտանգության հետ կապված կետեր, ունենք արհեստական բանականության հետ կապված կետեր, այդ հաղորդակցությունների ենթակառուցվածքների։ Դրանք ուղիղ ուղղված են Հայաստանի այն կարիքներին, որ մենք ունենք։ Այսինքն ռազմավարական պայմանավորվածությունները համագործակցություն այդ մակարդակին հասնել, դրանք ուղղակի խոսքեր չեն։ Դրանք հողի վրա կոնկրետ ծրագրեր պրոյեկտներ են, որոնք նպաստում են երկու երկրների առաջնահերթությունների իրականացմանը, բայց մեր պարագայում մեր կարիքներին դրանք համապատասխանում են ուժեղացնելով այն տեղերը, որ մեր մոտ թույլ են ու նաև մաքսիմալիզացնելով այն առավելությունները, որ մենք ունենք։ Հիմա Ֆրանսիայի հետ կապված իմ կարծիքով այդ համագործակցությունը իհարկե պատմական մեծ հիմք ունի, Ֆրանսիան մեծ դերակատարություն է ունեցել, որ Հայաստանում եվրոպական դիտորդական արգելությունը տեղակայվի, Ֆրանսիան նաև փորձել է մասնակցություն ունենալ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում, ու իմ կարծիքով այստեղ տնտեսական եւ ռազմական առումով պետք է ավելի շատ մենք առաջընթաց ունենանք, ավելի շատ ծրագրեր ունենանք, ռազմական առումով իմ կարծիքով մեծ նշանակություն կունենա, արդեն դե ռազմական տեխնիկայի գնում մենք Ֆրանսիայից իրականացնում ենք, բայց իմ կարծիքով մեծ կարևորություն կունենա, եթե հնարավորություն լինի սկսել երկկողմ արտադրություն, գիտահետազոտական համագործակցություն լինի, որը տեխնիկական արտադրանքի կարող են բերել, այսինքն երկու կողմերը իրար հետ արտադրեն զինատեսակներ։ Սա մեծ նշանակություն կունենա, թե ռազմական ինդուստրիայի առումով, եթե մենք կարողանանք ֆրանսիական կողմի հետ համագործակցենք, սա իմ կարծիքով սա կարող է շատ առաջ գնացող պլան լինի, որտեղ դա իր հետ բերում է ենթակառուցվածքների հետ զարգացում, բացի զուտ տեխնիկայի հետ արտադրությունից շղթայական դրական ազդեցություն կարող ունենալ։ Իմ կարծիքով նաև Ֆրանսիան իր դերը կարող է ունենալ Հայաստանի եւ Միության հետ հարաբերությունների խորացման համատեքստում։ Մշակութային եւ այլ առումներ իմ կարծիքով շատ բարձր են արդեն հարաբերությունները, մենք տնտեսական եւ ռազմական կոմպոնենտով։ Ես իհարկե ուրախ կլինեի նաև կրթական առումով նախաձեռնություններ տեսնել դասախոսների ուսանողների փոխանակման գիտահետազոտական համագործակցության, բայց կտեսնենք։ Պարոն Պետրոսյան, տեսեք դուք զրույցի սկզբում նշեցիք նաև ուրեմն փաստորեն ներքաղաքական ազդեցության մասին այս գագաթնաժողովը ինչ նշանակություն կարող է ունենալ ներքաղաքական տրամադրությունների վրա, հաշվի առնելով նաև որ ուրեմն հունիսի 7-ին խորհրդարանական ընտրություններ են եւ գիտենք նաև Եվրամիության կամ այսպես ընդհանուր դիրքորոշումը Հայաստանում ստեղծված իրավիճակի հիբրիդային ուրեմն սպառնալիքների եւ այլնի հետ կապված երբ նշեցիք այդ ներքաղաքական ազդեցություն, ինչ նկատի ունեք, ինչ կարող ենք ակնկալել այս գագաթնաժողովից։ Այս գագաթնաժողովը գալիս է մերժելու այն հայտարարությունները, որ Հայաստանը ոչ մեկին պետք չէ, դա գնում է հյուսիս-արևմուտք, այսինքն Բելարուսիա, Ռուսաստան, հետևաբար սա պատասխան դրանց, որ դա այդպես չէ, Հայաստանը պետք է Հայաստանով հետաքրքրված են, Հայաստանին հարգում է։ Սա նշվում է, սա պարզը նաև նրա, որ տարածաշրջանում Հայաստանը միակ ժողովրդավարությունն է Ասպայն, մենք ունենք խնդիրներ, բայց ամեն ինչ համեմատական առումով ենք դու։ Սա առաջին դրան է պատասխան ու իհարկե սա չի կարող բացասական ազդեցություն չունենալ Վլադիմիր Պուտինի կողմից անվանված ռուսամետ քաղաքական ուժերին, որոնց հիմնական նարատիվը այն է, որ մենք պետք է հաշվի ունենանք տարածաշրջանային ռեալիաների հետ, մենք ունենք Ռուսաստանը մեզ մոտ է, Եվրամիությունը հեռու է, Ամերիկան ավելի հեռու է, Ֆրանսիական ավելի մեր սահարեցեն բարձան նման, սա բացասական է ազդելու իմ կարծիքով այդ ուժերի վրա, որոնք սկեպտիկորեն են վերաբերվում Հայաստանի արևմուտքի հետ հարաբերությունների զարգացմանը ու հետաքրքիր տեսնել թե իրանք ինչ կասեն,
խնդիրներ կտեսնեն այս ամենի մեջ կամ ինչ ակնկալիքների մասին կխոսեն, որ չի բավարարվել։ Իմ կարծիքով բայց բարդ է այս մեծ հաջողությունները թերագնահատել կամ քննադատել։ Սա իհարկե նաև դրական ազդեցություններում իշխող ուժի վարկանիշի վրա, անձամբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա, որտեղ սա տեղի ունեմ ընտրությունից մի քանի օր առաջ մենք տեսնում ենք, թե Հայաստանում ինչ մեծ ուրախություն կա այս ամեն ինչով պայմանավորված։ Ու մյուս հանգամանքը, որ կցանկամ նշել, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ցույցը ուղղված եվրոպական երկրներին Հայաստանի հայ գերիների ազատ արձակման հետ կապված խոսում է նրա մասին, որ Հայաստանում կա այդ խոսքի ազատություն, մարդիկ կարող են խոսալ, դա շատ լավ է, բայց նույնիսկ մեր Լեռնային Ղարաբաղի նաև ընդեղից պաշտոնյաներ տեսա, նաև իրանք են հասկանում, որ Եվրամիությունը կամ Ամերիկան են այն կողմը, որոնք կարողանում են ինչ-որ ազդեցություն ունենալ Իլհամ Ալիևի վրա, նաև գերիների հարցով։ Ես շատ ուրախ կլինեի, որ նման այսպես ասած միջոցառումներ իրականացվեն նաև երբ որ ռուսական կողմից են Հայաստան գալիս, որոշակի մի քիչ հավասարություն պահպանելու համար, հիմա շատ չեմ ուզում այդ թեմայի մեջ խոնել, բայց ավելի իրականում հստակ է, որ ռուսական կողմը ավելի հասցեատեր է այս առումով, հաշվի առնելով ռուս խաղապանների ժամանակի ներկայացում Լեռնային Ղարաբաղում, քան եվրոպական կամ արևմտյան երկրները։ Այսինքն ներքաղաքական առումով սա դրական կազդի իշխող ուժի վրա, բացասական կազդի իմ կարծիքով ընդդիմության վրա ու ընտրությունները շատ մոտ են այդ համատեքստում հատկապես։ Տեսեք, լրագրողների հետ զրույցում հայ գերիների հետ կապված փաստորեն Մակրոնը անդրադարձ ունեցավ, մասնավորապես նշեց Ալիևի հետ կքննարկի Բաքվում պահվող գերիների հարցը։ Գիտեք, այդպիսի մի խոստում էլ Երևանում տվեց J.D. Vance-ը եւ իսկապես այդ հարցը բարձրացրեց Բաքվում, բայց մեծ հաշվով այս փուլում դեռ առաջընթաց չունենք։ Մակրոնի Ալիևի հետ այդ թեմայով զրույցը ինչ կարող է առհասարակ տալ եւ կարող ենք արդյոք ակնկալել ուրեմն գերիների վերադարձ առաջիկայում։ Բայց չեմ կարող իմ կարծիքով հստակ պատասխան տալ այդ հարցին, բայց իմ կարծիքով այդ բոլոր հայտարարությունները, այդ բոլոր զանգերը արևմտյան գործընկերների կողմից Ադրբեջանին ուղղված հորդորները ինչ որ ազդեցություն ժամանակի համատեքստում ունենալու են։ Գերիների թիվը ավելի շատ էր, քան հիմա 200 էր, հիմա 19 գերի ունենք։ Սա Ադրբեջանի ձեռքին շատ լուրջ լծակ է իրականում, հարաբերությունները ամբողջովին կարգավորված չեն։ Իրանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններով նաև պայմանավորված մենք իրականում տեսնում ենք որոշակի այնպիսի առնչությամբ չենք տեսնում, որ կարող ենք ունենալ, եթե հիշենք խոսակցություն կար, որ խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել նույնիսկ մինչև ընտրությունները, բայց Ամերիկայի գործողություններում Իրանը սկսելուց հետո այդ խոսակցությունները իմ կարծիքով մռայլ են, այլևս չենք տեսնում։ Իմ կարծիքով կարող են այս բոլոր խոսակցությունները ազդեցություն ունենալ, պետք է այս խոսակցությունները պրոակտիվ պահել, ու եթե նույնիսկ իշխանությունների կողմից այսպես ասած չի բարձրացնում այս հարցը հրապարակայինով, ես վստահ եմ, որ ներ մակարդակով սա խոսվում է ադրբեջանցին հետ, այդ մեր փորձագիտական խումբն նշեց, որ խոսում են, բայց այս ամեն ինչ իմ կարծիքով երկարաժամկետ առումով ինչ-որ ազդեցություն ունենալու, բայց կոնկրետ այս մի զանգը ինչ ազդեցություն կունենա, բարդ է ասել, որտեվ սա միայն գերիների հարցով պարզված չէ, Ադրբեջանը այդ բոլոր մարդիկ, ովքեր են զանգում են, բոլոր երկրների ներկայացնում իրենց հետ ունի տարբեր տեսակի հարաբերություններ, երկկողմ, բազմակողմ, մեր հետ ունի ու ինքը դիտարկում այդ համատեքստում։ Սա իր համար շատ մեծ, այսպես ասած, խաղաքարտ է, չեմ ուզում այդ բառը օգտագործել, բայց ռեսուրս է, բանակցային bargaining power անգլերենով ասած, բանակցային ուժ է սա իր համար ու ինքը պետք է մաքսիմալ այն պահի ու մաքսիմում ստանա դրա համար։ Իսկ ինչ-որ գին պետք է վճարվի դրա համար կամ ինչ-որ բան ինքը պետք է ստանա։ Պարոն Պետրոսյան, գանք գագաթնաժողովին, գիտեք, այն ուրեմն իրականացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ արդեն վարչապետն է այցելել, եվրոպացի բարձրաստիճան գործիչները եւ գիտեք, շուրջ 50 երկրի ներկայացուցիչներ կան, այ դուք հերվից եք հետևում այս process-ներին, միջազգային արձագանքը ինչպիսին է, հա, հատկապես Երևանից այդ դիմավորման արարողություններն էին, հիմա տեսնում ենք նրանք արդեն այցելում են, որտեղ այսպես մոտ 1 ժամից կսկսվի գագաթնաժողովը, այ ինչպիսի տպավորություն է։
Տպավորությունները իրական շատ դրական են, մենք բոլորն են ընդունում, որ վերջին 2-3 տարիներին Հայաստանի աշխարհական դիրքավորումը, այսպես ասած, հարաբերությունների ակտիվացումը, խորացումը, արևմտյան գործընկերներ դա բոլորն են նկատում։ Այս միջոցառումը այդ ամբողջ համատեքստում մի կարևոր սյուն է, մի կարևոր քար է, որով ամրագրվում է իմ կարծիքով նախկինում գրանցված առաջընթացը եւ սա կարող է հիմք լինել հետագա արդեն առաջընթացի համար։ Մենք տեսնում ենք, որ միջազգային մամուլում իհարկե նշվում է, որ այս հանդիպումները տեղի են ունենում Հայաստանում, կարևոր է նաեւ որ այս հանդիպումներում տարբեր երկրների ներկայացուցիչներն այդ հանդիպում ունենում, օրինակ Ուկրաինայի նախագահան հանդիպեց Չեխիայի վարչապետի հետ, տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի նաև քարտուղարն է ու Կանադայի վարչապետը, սա իմ կարծիքով այդ մեր քննարկման սկզբում նշված աշխարհակահաղական տեղաշարժերով է նաև պայմանավորված, դա համար ՆԱՏՕ-ի քարտուղարն է եկել, Կանադայի վարչապետն է եկել, եթե հաշվի առնենք Կանադայի վարչապետի Դավոսում տեղի ունեցած Մյունխենում հայտնի ելույթը աշխարհական տեղաշարժերի մասին, սա մենք տեսնում ենք, որ այդ process-ները շարունակվում են ու Հայաստանը այդ ամենի կիզակետում է։ Իհարկե սա ազդում է Հայաստանի հեղինակության վրա, Հայաստանի քաղաքական իմիջի վրա, որքանով այդ իմիջը պետք է տարբերակենք աշխարհակահաղական ուժից, որտեղ իմիջը չափելի չէ, դա շատ դրական է, լավ է, բայց սա մեզ համար հնարավորություն ավելի ճանաչելի դառնալու ու իհարկե այս դրական միջավայրը կարիք կա, այսպես ձևափոխելու չափելի արդյունքի, որ իմ կարծիքով այն հայտարարությունները, որ կլինեն իմ կարծիքով դրա այսպես դրսևորումներից մեկը։ Տեսեք, պարոն Պետրոսյան, նաև վաղն է կարևոր միջոցառում սպասվում մեզ մոտ ամսի 5-ին եւ 6-ին Երևանյան երկխոսություն Հայաստան-Եվրամիություն առաջին համաժողովն է եւ այս համաժողովի շրջանակներում էլ ես արդեն նշեցի, թե ինչպիսի պատվիրակություն կլինի Հայաստանում, հատկապես Սերդար Քլչի ներկայությունը այս համաժողովին, ընդհանուր առմամբ սա ինչ կարող է փոխել, ես նաև ներկայացրի, թե Ազատության ձեռքի տակ հայտնվել էր այն փաստաթուղթը, որը պիտի հայտարարության տեսքով վերջում հրապարակվի եւ ուրեմն նշվում էր, որ այն խոստումները, օրինակ ֆինանսական աջակցության մասով, որ տրվել էին, դրանք են եւ դրանից ավել որևէ աջակցություն չկա, սա ինչ կարող է փոխել ընդհանուր հարաբերությունների կոնտեքստում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, որովհետեւ նշվում էր նաեւ ադրբեջանցի ուրեմն գործիչների այդ պանելային քննարկումներին մասնակից լինելու հանգամանք։ Շարունակելով կարծիքով այս հարցը կապված է մեր նախորդ հարցի հետ, Հայաստանը երկար ժամանակ դիտարկվում էր Ռուսաստանի սատելիտ երկիր։ Միջազգային լեզվով ասած հայկական հայերեն բառ իմ կարծիքով մենք դեռ չունենք, bandwagoning է կոչվում, իսկ մենք չենք ընկալվել այսպես ասած Ռուսաստանի հավասարազոր դաշնակից կամ գործընկեր։ Forbes սատելիտ bandwagoning անող այսպես ասած պետություն, այս բոլոր քննարկումները, նաև այս համաժողովը Երևանյան երկխոսությունը դրանք հնարավորություն ցույց տալու, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի մեջ առաջընթաց ունենում է, ստանում է գնալով ներուժ սուվերեն որոշումներ կայացնելու, որը կախված այդ ռազմական եւ տնտեսական կարողությունների հետ ու այդ քննարկումն այդ խոսակցությունը այնքան է կարևոր, որ աշխարհը սկսում է մեզ ավելի լավ ճանաչել, մենք սկսում ենք աշխարհին ճանաչել։ Մենք երկար ժամանակ մեր մասին խոսելիս հիմնականում ցեղասպանության գործոնով էին մեզ ասոցացնում, մեկ է Ռուսաստանի հետ մոտ բարեկամ երկիր լինելով։ Աշխարհակահաղական ես այն տարբեր մեզ մոտ երկրների պատկերացումը չեմ ասում։ Այժմ այդ բոլոր ամենը որ շատ ցեղասպանության հարցի մեր ինքնության մի մասն է կազմում, դրան նաև Հայաստանի ժողովրդավար դիրքավորումն է ձևավորվում ու Հարավային Կովկասում այսպես ասած ժողովրդավարական կղզյակ կամ երկիր, որը փորձում է այսպես կառուցողական դեր ունենալ։ Հիմա Թուրքիա եւ Ադրբեջանի պաշտոնյաների ներկայացումը Հայաստանում կամ գալը ուղիղ կապված է այդ process-ի հետ, որտեղ առանց հարաբերությունների հետ հարաբերությունների կարգավորման, մասնապես Թուրքիա եւ Ադրբեջանի այդ հարաբերությունների դիվերսիֆիկացիան կամ ինքնիշխանության գործոնի
բարձրացումը չի կարող լինել։ Ու իմ կարծիքով շատ այդ քննարկումները ինչքան շատ լինեն, այնքան լավ։ Իմ կարծիքով հայկական կողմը այս իրական մեր դիվանագիտությունը իմ կարծիքով այս վերջին տարիներին ցավություն ու ռեսուրս է կուտակում, դեռ նախկինում Հայաստանի դիվանագիտությունում չեմ կարծում, որ միշտ եղել են, բայց մարտահրավերը մի փոքր այլ են։ Մենք ամեն ինչով մեր հույսը դնում ենք Ռուսաստանի վրա, որը դարձել էր ինտելեկտուալ եւ ֆիզիկական ծուլություն, իսկ այժմ մենք մեզ համար պետք է աշխատենք խնդիրներ լուծենք, ու այդ երկխոսությունները նաեւ մարտահրավեր են, թե մենք ինչ ենք կարող ստանանք այդ ամեն ինչից։ Կախված այդ որ ֆինանսական աջակցության մասով ֆինանսները առաջնային չեն։ Ես հիշում եմ, որ Ամերիկայի նախագահ J.D. Vance-ին էլ հարց տվեցին, ասին ինչ ֆինանսական բան է մեզ սպասվում, ու միակ միջոցը չէ։ Մեր խնդիրը ֆինանսական կարողությունների պակասը չէ։ Ֆինանսները միշտ էլ պակաս են, աշխարհը բնությունը ռեսուրսների պակասի մասին է։ Այլ հարց ինչպես այդ ռեսուրսները օգտագործում են 2.7 միլիարդ հնարավորություն, որ մեզ տրված, որ մենք ծաղրով իմ կարծիքով դիմենք, երբ որ մենք այդ ամբողջ հնարավորությունը կսպառենք, իմ կարծիքով այդ ժամանակ կարող ենք նշել, որ ֆինանսական խնդիր ունենք։ Այժմ կարծիքով մեր խնդիրը կարողությունների զարգացումն է։ Կարողություններ, որոնք միայն ֆինանսով պայմանավորված չեն, դրանք ավելի շատ աշխատանքով են պայմանավորված ու Եվրոպան մեզ համար մեծ ռեսուրս է այդ կարողությունները ձեռք բերելու համար։ Վերադառնալով հայ-թուրքականին Մուստաֆայևի ժամանումը Հայաստան ու դեմարկացիայի դելիմիտացիայի հանրաժողովի այսպես վերակենդանացումը, որտեղ վաղուց առաջ խոսք չկար դրա մասին, իմ կարծիքով մտահոգություններ կային արդեն շատերիս մոտ, հստակ ինչ-որ բան չի ասել, բայց այդ հանդիպում կարծիքով արդեն դրական է, որտեղ դեմարկացիան դելիմիտացիան այս process-ի հայ-ադրբեջանական կարգավորման սյուններից մեկն է, որտեղ պետք է առաջընթաց լինի, մենք մեր մասով իմ կարծիքով մեծ ներդրում ենք ունեցել, իմ կարծիքով հերթ-ադրբեջանական կողմին է ու լավ է այդ process-ով առաջընթաց կա։ Թուրքականի մասով Կարսում տեղի ունեցած հանդիպումը երկաթգծով էլի իմ կարծիքով առաջընթաց էր ու թուրքական կողմի ժամանումը Հայաստան այս ամբողջ գործընթացների իմ կարծիքով առաջ մղելու հնարավոր տարբերակ իմ կարծիքով հայկական կողմը ունի հստակ առաջարկություններ, ինչ ենք պատկերացնում, ինչպիսի առաջընթաց կարող է լինել, որտեղ մեզ այդ կարգավորումները իրականում կարծիքով ավելի շատ են պետք, քան հենց Թուրքիային կամ Ադրբեջանին, այս պահին մեզ է դրանք ավելի պետք, հետևաբար այս քննարկումները ունենալ ժամանելը Հայաստան կարևոր է, որտեղ իրանք գալով նաև Հայաստան իրականում ընդունում են այս ստատուս քվոն, որ այժմ կա։ Իսկ 2-3 տարի առաջ Ադրբեջանը իրականում չէր ընդունում ստատուս քվոն, ավելին էր ուզում, մեր նպատակն էր իրավիճակը սառեցնել, հանգստացնել, իմ կարծիքով այս պահին դա ստացվել է, ու այս բոլոր քննարկումները հնարավորություն տալ այդ ստատուս քվոն ամրապնդել, դեռ մեզ այսօր պետք չեն նոր կոնֆլիկտներ, ու նրանց գալը Հայաստան նշանակում է, որ իրանք ընդունում են, որ ստատուս քվոն այս պահին այդպես պետք է մնա։ Պարոն Պետրոսյան, Զելենսկու այցին կուզեի նաև անդրադառնանք, կարող ենք ասել, որ Ռուսաստանից արձագանքը շատ ուրեմն կարճ ժամանակում իրեն ուշացնել չի տա եւ կտեսնենք այդ արձագանքը, գիտեք, Զելենսկուն ինչպես դիմավորեցին, ինչպես նա, այսպես ասած, լուսանկարվեց Ռուսաստանի դեսպանատան այսպես ֆոնին, ինչ է սա փոխում ընդհանրապես երկկողմ, ուրեմն Հայաստան-Ուկրաինա հարաբերություններում եւ ինչպիսի արձագանք կարող ենք սպասել ռուսական կողմից։ Այո, ռուսական կողմի արձագանքը ես շատ այդ առումով նորմալ է, որ կլինեն ինչ-որ բացասական, սպասելի է, դրանք միշտ էլ լինում են։ Կարևոր է հասկանալ, սա միջոցառում է, այն հայտարարությունները, որ կարող են Հայաստանում օտարերկրյա առաջնորդների կամ ներկայացուցիչների կողմից, դա Հայաստանի Հանրապետության պետական դիրքորոշումներ, պաշտոնական դիրքորոշումները չեն։ Բազմաթիվ անգամ եղել է, որ Ռուսաստանից են Հայաստանի հետ կապված վատ հայտարարություններ արվել, կամ եղել է, որ Ռուսաստանի պաշտոնյաներ Հայաստանում ոչ ընդունելի հայտարարություն են արել Եվրոպայի կամ Ամերիկայի մասով, ստեղ փոխադարձության մասին, իմ կարծիքով փոխադարձության սկզբունքով այս հարցը լուծվում է, ձեր այս խնդիր չեմ տեսնում։
ինչ ու այդ հայտարարությունները եթե լինեն, այդ հայտարարությունները ուղղված չեն լինելու ոչ այդ եվրոպական երկրների ներկայացուցիչներին, որտեղ եվրոպական երկրի ներկայացուցիչները գիտեն ռուսական կողմը իրենց մասն ինչ է մտածում, դա ուղղված չի լինելու նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության իշխանությունները շատ լավ հասկանում են ինչ կարգավիճակում են հայ-ռուսական հարաբերությունները, դա ուղղված է լինելու հայ ընտրողին ազդելու նրանց ապագա սպասող ընտրությունների վարքի վրա, բայց իմ կարծիքով ռուսական կողմի հայտարարությունները շատ վաղուց այլ ազդեցություն են ունենում հայկական կողմի վրա, ռուսական կողմը արդեն հասկացել, որ իրենց իմիջն է ընկնում միայն այդ հայտարարությունով պայմանավորված ու իրանք էլ իմ կարծիքով որոշակի փոփոխություններ արել են իրենց գործելավարժում, եթե մենք համեմատենք ինչ հայտարարություններ արվում 23-ին, 24-ին, 25-ին, տարբերությունը հստակ է, իմ կարծիքով իրենք էլ են տեսել, որ սա իրենց իմիջի վրա ազդում է, իսկ իրենց համար շատ կարող է, որ իրենց իմիջը պահպանվի։ Օրինակներ չեմ ուզում բերեմ, թե իրենք ինչ գործողություններ են անում, որ իրենց իմիջը պահպանվի այդ համատեքստում։ Ուկրաինայի մասով իմ կարծիքով շատ լավ է, Ուկրաինան այժմ ցույց է տալիս ամբողջ աշխարհին, որ քննադատ աշխատանքի իսկական աշխատանքի միջոցով կարելի է պայքարել գերտերության դեմ աշխարհում երկրորդ բանակը ունեցող երկրորդ կամ երրորդ, բայց եթե հաշվի առնենք իրականում մենք երբ որ Հայաստանում խոսում ենք ռուսական բանակի մասին, իրականում մեկ ես տեսնում շատ թույլ գնահատականներ, բայց չմոռանանք, որ Ռուսաստանը առաջին համարյա միջուկային գերտերությունն է ու աշխարհը ռուսական բանակը չի դիտարկում միայն կոնվենցիոնալ իր զենքերով, այլ հատկապես միջուկային, հատկապես Եվրոպան, իսկ տակտիկական միջուկային զենքերով Ռուսաստանը առաջին է։ Բայց այս գերտերության դեմ Ուկրաինան կռվում է, ցույց է տալիս, որ կարելի է ունենալ սեփական ռազմական արձագանք, հատկապես դրոնները ու ռազմի դաշտում փոփոխություն անել։ Ուկրաինայի ժամանումն էլ Հայաստան ընդունում է, գիտակցում է ուկրաինական կողմից, որ Հայաստանը այս արտաքին հարաբերությունների քաղաքականությունը, որ Հայաստան շարունակում է, դա իրական է։ Ու մեզ համար որքան շատ մեր հարաբերությունները զարգանան այլ երկրների հետ, այդ թվում Ուկրաինայի, շատ լավ է։ Մեկ օրինակ է Հունգարիայի հետ օրինակ այդ հալոցքը, որ սկսում է։ Ու այս հարցով մի կարևոր բաներ եմ ցանկանում նշել, մեզ մոտ մեկ տպավորություն կա, որ մենք պետք է ինչ-որ մեկին չներասնենք, որ մեզ սիրեն, դա կլինի Ռուսաստան կամ ինչ-որ այլ երկիր, բայց ես չեմ կարծում, որ միջազգային հարաբերությունները այդ կերպ են աշխատում, քեզ չեն հարգում նրա համար, որտեղ քեզ սիրում են։ Քեզ հարգում են քո ուժի, քո կարողությունների, քո դիրքի համար, քեզ հարգում են այնքանով, որքանով դու կարող ես օգտակար լինել, այնքանով դու ինչ կարող ես առաջարկել։ Ու սա ամենավառապացուցիչներն է, որ գերտերությունները, ուժեղ երկրները ամենաշատն են հանդիպում ուշադրության։ Հիմա Հայաստանը ինչքան իրական մի դիրքեր ուժեղացնի, միգուցե ռուսական կողմից մենք կտեսնենք այսպես հրապարակային վատ հայտարարություններ, բայց իրականում մենք միջպետական, միջխորհրդանակ, միջպետական տետ-ա-տետ հանդիպումների ժամանակ անհնար է, որ ռուսական կողմի վերաբերմունք Հայաստանի հանդեպ չփոխվի։ Իսկ ռուսական կողմը այժմ տեսնում է, որ Հայաստանը տեղուներ գնալու, գնում է այդ ուղղությամբ, հետո Հայաստանի արժեքը Ռուսաստանի համար պետք է բարձրանա, Ռուսաստանը պետք է ինչ-որ բաներ առաջարկի Հայաստանին իր կողմը պահելու համար։ Այսինքն այս հարաբերությունները ոչ թե տանելու են նրան, որ Ռուսաստանը այսպես Ռուսաստանը Հայաստանից նեղանալու է, միջազգային հարաբերություն կարգով այդպես չի աշխատում, այլ տանելու է նրա վրա, որ Ռուսաստանը պետք է շատ ջանքեր գործադրի Հայաստանի հետ իր նախկին հարաբերությունները պահպանելու համար։ Իսկ դա մեզ համար իրական ձեռնտու է, որտեղ Հայաստանը չի նշել, որ ինքը գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման, չեղարկում է հարաբերությունները, ոչ, Հայաստանը նշել է, որ մենք պահպանում ենք Ռուսաստանի հետ մեր գործընկերությունը, տարածաշրջան գերտերությունն է, ունենք տարբեր տեսակ հարաբերություններ, բայց որոշ առումներով մենք ունենք կարիքներ, հատկապես անվտանգային առումով, որը Ռուսաստան չէր կարողանում բավարարել, այդ պատճառով մենք նոր գործընկերներ ենք սկսել անգալ, ու տնտեսական առումով էլ մեզ պետք է մեծ ավելի շուկաներ, որպեսզի երկիրը ավելի զարգանա։ Սա իմ կարծիքով շատ տրամաբանական է ու բոլորը շատ լավ հասկանում են։ Պարոն Պետրոսյան, հետևենք այս օրերի զարգացումներին, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում էի արտաքին եւ անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանի հետ։ Այս ժամի համար այսքանն ենք նախատեսել, կհանդիպենք։
Տարին ընդամենը մեկ անգամ իսպանական անսանձ ոգին ու գիրքը դառնում են ավելի մոտ իդեալ համակարգում։ Զգացեք իրական ռոդեոյի շունչն ու էներգիան 2026 թվականի իսպանական սալիկների բացառիկ հավաքածուներում։ Անկառավարելի ուժ եւ գեղեցկություն, որոնք վերածվում են կատարյալ ձևերի ու նուրբ ֆակտուրաների։ Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։